ինչ կապ ունեն իրար հետ, կրթվելու նրա ձևաշարժումը եւ ընտանեկան բռնությունը, կանանց հանդեպ բռնությունը հաղթահարելուն ուղղված ջանքերը շատ ուղիղ կապ ունեն այն պատճառով, որ բռնությունը ունի բազմաթիվ աղբյուրներ, բռնությունը ծնվում է բազմաթիվ պատճառների ելնելով եւ այն կարելի է հաղթահարել միայն գիտելիքի շնորհիվ։ Այդ իսկ պատճառով ես խնդրել եմ մասնագիտական բացատրություն տալ, փոխանցել առավելագույնս մատչելի եւ կարճ, օրինակ թե ինչն է մողում, որոնք են այն պատճառները, որոնք տղամարդկանց մողում են բռնություն գործադրել իրենց կանանց նկատմամբ։ Այս հարցում ինձ օգնել է պրոֆեսոր Լարա Չոլակյանը, ով Elevate միջազգային կազմակերպության հիմնադիր գործընկեր է, կազմակերպությունը գլխամասեր ունի Ամստերդամում, Նայրոբիում եւ Երևանում եւ նաեւ Մատենա առաջնորդության դպրոցի պրոֆեսոր է, հեղինակել է հիասքանչ մի գիրք տվյալ թեմային առնչվող եւ ինձ այնքան բարի է եղել, որ ինձ տրամադրել է շատ սերմ տեղեկատվություն, թե ինչն են, որոնք են այն հիմնական պատճառները, բայց տեղեկատվությունը վերաբերվում է միայն ընդհանրացմանը, ներկայացված տրավմայի եւ պատմական գիտակցության հայեցակարգի տեսանկյունից։ Ներկայացված չեն ճանաչողական, հուզական եւ նյարդային համակարգով պայմանավորված գործոններով պայմանավորված բռնությունը։ Ես ինչ հասկանում եմ հետեւյալ կերպ. ներկայացված պատճառները համընդհանուր են, բոլորին են վերաբերելի, իսկ արդեն անձնական փորձառությունների արդյունքում բռնությունը կարող է ունենալ այս կամ այն տեսքը։ Եվ ահա որոնք են այն պատճառները, որոնք վերաբերելի են բոլորին։ Միջսերնդային տրավմա, օրինակ, ինչ է սա նշանակում։ Երբ մարդը մեծանում է այնպիսի ընտանիքում կամ համայնքում, որտեղ ցավը երբեք չի բուժվել, լինի դա բռնության, բանավոր կամ ֆիզիկական, անտեսման կամ լռության միջոցով, այդ ցավը շարունակվել է փոխանցվել աննկատ։ Քաոսային սառնության կամ հուզական անբավարարվածության պայմաններում մեծացող տղան կրում է այդ նույն ներքին լարվածությունը եւ տեղափոխում այն իր չափահաս կյանք։ Չբուժված հուզական կարիքներն ու վերքերը հասուն տարիքում դրսևորվում են որպես պաշտպանական մեխանիզմներ, օրինակ վախ, առարկում, ժխտում, տագնապ, օրինակ նաև տրավմատիկ արձագանքներ, դիմակայություն, փախուստ, հարմարողականություն, ինչպես նաև անգիտակցական կողմնակալություններ։ Սերնդեսերունդ փոխանցվող հասարակության ենթադրություններ եւ ապրած փորձառությամբ պայմանավորված համընդհանուր եւ պատմական տրավմա պատճառներից բռնություն ծնող պատճառներից եւս մեկն է։ Ինչ է սա նշանակում։ Պատերազմի, բռնի տեղահանման, գաղութացման, ստրկության կամ երկարատև աղքատության եւ ճնշման միջոցով անցած համայնքները կարող են ձևավորել վախի, անվստահության կամ հուզական փակվածության ընդհանուր դրսևորումներ, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ։ Դրանք սովորաբար չեն սահմանափակվում միայն ընտանիքով, այլ տարածվում են ամբողջ համայնքի վրա։ Նման միջավայրում մեծացող երեխան կարող է սառնությունը կամ ագրեսիան ընկալել որպես կյանքի բնականon մաս, այլ ոչ թե որպես անսովոր կամ անընդունելի երևույթ։ Հաջորդ պատճառը, որ ծնում է բռնություն, կապվածության վերքեր։ Ինչ է սա նշանակում։ Երբ երեխան վաղ տարիքում չի ստանում հուսալի, ջերմ եւ հոգատար վերաբերմունք, նա կարող է մեծանալ որպես մի չափահաս, ով իրեն անհանգիստ կամ վտանգված է զգում որևէ մեկի հետ մտերմանալիս, եւ այդ վախը երբեմն կարող է վերածվել դիմացինին վերահսկելու անհրաժեշտության սեփական անվտանգությունն ապահովելու նպատակով։ Եվս մեկ պատճառ, որ ծնում է բռնություն։ Միջավայրային ուսուցում եւ նահապետական մտածողության ազդեցությամբ ձևավորված ընկալում։
Ինչ է սա նշանակում։ Մարդիկ ձևավորում են իրենց վարքագիծը շրջապատի ազդեցությամբ պայմանավորված։ Երկար ժամանակ բազմաթիվ մշակույթներում երբևէ այն չբարձրաձայնելով տարածված է եղել այն գաղափարը, որ տղամարդիկ իրավունք ունեն իշխելու կանանց։ Հետևաբար տղան, որ մեծանում է նման ուղերձներով լի միջավայրում, կարող է դրանք ներքինացնել եւ ընկալել որպես բնականon եւ ընդունելի վարքագիծ։ Հաջորդ պատճառը, որ ծնում է բռնություն, հետևյալն է։ Բռնությունը որպես գոյատևման բնական միջոց։ Երբ մարդկանց որևէ խումբ բազմիցս ստիպված է լինում պայքարել, պաշտպանվել կամ դիմակայել բռնությանը պարզապես գոյատևելու համար, ագրեսիան կարող է սկսել ընկալվել որպես հակամարտությունները լուծելու բնական եւ նույնիսկ հարգի միջոց։ Երբ նման մտածելակերպը դառնում է համայնքի ինքնության մի մասը, այն աստիճանաբար ձևավորում է նաև այն պատկերացումները, թե ինչն է համարվում բնականon վարքագիծ ընտանիքում, այդ թվում ինչպես են տղամարդիկ արձագանքում իրենց կյանքում կարևոր տեղ զբաղեցնող կանանց հետ ունեցած հակասություններին։ Հաջորդ պատճառը, որ ծնում է բռնություն, հետևյալն է՝ հույզերի ճնշում եւ ամոթի զգացում։ Ինչ է սա նշանակում։ Շատ տղաների սովորեցնում են, որ վախի, տխրության կամ սեփական անբավարարության զգացումների արտահայտումը թուլության նշան է, մինչդեռ զայրույթը թույլատրելի է։ Արդյունքում, երբ ներսում առաջանում է որևէ դժվար կամ ցավոտ զգացում, զայրույթը կարող է դառնալ այն միակ ճանապարհը, որով նա գիտի, թե ինչպես արտահայտել իր ներքին վիճակը։ Այդ զայրույթը կարող է դրսևորվել բղավոցների, նվաստացումների, վերահսկողության եւ ֆիզիկական բռնության տեսքով իհարկե։ Եվ ընդհանրապես իշխում եւ վերահսկողություն հասկացողությունը կարծես թե բռնության հիմնարար տեսակն է, բացատրությունն է։ Բռնության հիմքում որպես կանոն մեկ անձի մյուսի նկատմամբ իշխում եւ վերահսկողություն հաստատելու ձգտումն է։ Եվ ահա բացատրությունները վերը թվարկված յուրաքանչյուր գործոնին։ Թեև վերը նշված բոլոր գործոնները կարող են օգնել հասկանալու, թե որտեղից կարող է առաջանալ բռնության մղումը, զուգընկերոջը վնասելու կամ նրան վերահսկելու իրական գործողությունը այնուամենայնիվ մնում է անձի կատարած ընտրություն։ Այստեղ իհարկե մի քիչ հակասություն է առաջանում մեզ համար, սովորական մարդկանց համար, ովքեր գիտական տեսակետից չեն մոտենում կյանքին եւ առօրյա խնդիրներին, որովհետեւ եթե կան այսպիսի լուրջ հիմքեր, որոնք իրենց հետ ծնում են եւ մարդը այդ միջավայրում մեծանալիս չի կարող այլ բանի դիմել, քան բռնության, ինչպես է դա դառնում անձի ընտրություն։ Ես այս մասը մի քիչ լավ չեմ պատկերացնում, բայց բոլոր դեպքերում լուծումները ավելի կարեւոր են։ Խորհուրդը, պրոֆեսորի խորհուրդը։ Բազմաթիվ հավաքական տրավմաների միջով անցած հասարակությանը, ինչպիսին օրինակ մենք այդպիսի մի հասարակություն ենք, առաջին հերթին անհրաժեշտ է հասարակության հավաքական վերականգնման համար անվտանգ եւ հուսալի աջակցություն, այդ թվում համայնքային աջակցության եւ փոխօգնության վրա հիմնված փորձառություններ, կրթություն ոչ միայն ուսումնառողների, այլև ուսուցիչների համար, ինչպես նաեւ հոգեկան առողջության աջակցության համակարգեր, որոնք կօգնեն մարդկանց բաց եւ գիտակցված կերպով ընդունել եւ հաղթահարել սերունդներից ժառանգած ցավը, թույլ չտալով, որ այն լռության պայմաններում փոխանցվի հաջորդ սերունդներին, վերածվելով վախի, վերահսկողության կամ բռնության մշակույթի։ Ահա այսպիսին է գիտական մոտեցումը բռնության եւ այն հարցին, թե ինչն է դրդում մարդուն դիմել բռնության, որը բավականին խորքային է, ինչպես տեսնում ենք, եւ առնվազն մենք պետք է դա սկզբում ճանաչենք, հետո հասկանանք ինչպես հաղթահարել այդ խնդիրը մեզանից։